Նինո Ծմինդայում դեռ պահպանվում են բարենպաստ ու մեղմ եղանակային պայմանները, չնայած նրան, որ օրեցօր մոտենում ենք ձմռան առաջին ամսին՝ դեկտեմբերին, քաղաքում դեռ զգացվում է աշնանային տաք շունչը։ Բնակիչներն օգտվում են արևային և հանգիստ օրերից, շարունակելով իրենց առօրյա գործերն առանց եղանակային խոչընդոտների։ Եղել են տարիներ, որ նոյեմբեր ամիսը սկիզբը նոր սկսված սկսել է ձունը, նույնիսկ հոկտեմբեր ամսում։ Բայց այս տարի բարենպաստ պայմաններ է ստեղծվել ժողովրդին համար, քանի որ արդեն նոյեմբերի կեսն է մենք կանցնենք, եղանակները շատ լավ են, շատ տաք է, շատ հարմար է։ Վերնոր նվաստել է ժողովրդին հողագործությունը վերջացնելու համար։ Եղել են տարիներ, որ ես հիշեմ երևի մի 10 տարի առաջ եղել է այսպիսի եղանակ, բայց ոչ այսքան տաք, նույնիսկ մարդկանց սկսեն ցանած արդեն աշնանացորենները քիչ-քիչ սկսել են ծլել, սեղտորը։ Լավ է, իսկ ծմերը ինչ ծմեր գլի, խիստ գլի, թեթև գլի, արդեն էդիկ կախված է բնությունն, բնության դեմը մենք ոչինչ չենք կրնային, անզոր ենք։ Բնությունը ինչ թելադրեք է, մենք այդ պայմաններուն համաձայնենք ու կապրենք այդ բնության տվածով։ Բերք ու բարիքն է գարնան ինչ գլի, ցանկանամ ժողովրդին ցանածները թող հաջողակ պուսնին, բարելավին ու մարդիկ իրենց ապրուստը տանին տուն։ Տեղացիների խոսքով այս տարվա երկարաձգված տաք ու չոր աշունը հնարավորություն է տվել ավարտել դաշտային և տնային աշխատանքները։ Բազմաթիվ տեսություններում շարունակվում են մշակվել փոքրածավալ տարածքներ, իսկ որոշ վայրերում դեռ կարելի է տեսնել հողագործությամբ զբաղվող բնակիչների։ Եղանակային այս կայունությունը նաև հեշտացրել է ճանապարհաշինարարական ու բարեկարգման աշխատանքների ընթացքը։ Եղել է դորի դեկտեմբերի 31-ը Ձուն չեմ տեսել, եղել է եղանակ, դորի 31-ը նոր տարում արդեն նոր եկավ ձուն։ Բնակիչները հույս են հայտնում, որ մոտեցող ձմեռը կլինի մեղմ ու անվտանգ, իսկ եղանակային կանխատեսումները կշարունակեն հաճելիորեն զարմացնել։